Հարգելի հեռուստադիտողներ, խորհուրդ ծնողներին էջն է մեր եթերում։ Այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը հատկապես ակտուալ կլինի եւ կհետաքրքրի տղա երեխաների ծնողներին։ Խոսքը գնում է կրիպտորխիզմի մասին կամ չիչած ամորձու մասին։ Այս թեման շատ հաճախ բաց քննարկումներ չի ունենում, շատ հաճախ ծնողները մշակում են, այսպես ասած, սպասողական տակտիկա եւ կարծում են, որ խնդիրը ինքնուրույն կվերացվի կամ կլուծվի։ Սակայն տեսնում ենք, որ իրականում դա կարող է բերել նաեւ շատ բարդությունների։ Այս եւ շատ ավելի կարևոր հարցերի լուսաբանում այսօր կտա մեր հյուրը, Արաբկիր բժշկական համալիրի ընդհանուր եւ մանկական վիրաբույժ, մանկական ուրոլոգ Գարիկ Առաքելյանը։ Ողջունում եմ, Գարիկ Առաքելյան, շնորհակալ եմ, որ այսօր մեզ եկել եք հյուր եւ խոսելու ենք կրիպտորխիզմի մասին։ Նա եկեք ավելի պարզ լեզվով բացատրենք մեր հեռուստադիտողներին, միգուցե շատերն էլ արդեն ծանոթացել են կյանքի ինչ որ իրավիճակում երեխաների հետ կապված, լուսաբանենք ինչ է իրենց ներկայացնում կրիպտորխիզմը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչպես նշեցի, կրիպտորխիզմը մեր օրերում ակտուալ խնդիր է եւ միշտ էլ եղել է ակտուալ խնդիր, բայց ճիշտ նշեցիք, որ որպես այդպեսին շատ չի լուսաբանվել, պարզաբանվել կամ մոտեցումները մինչ այս այլ են եղել։ Կրիպտորխիզմը դա բնածին խնդիր է, նույն ինքը չիչած ամորձին է, նշեմ, որ նորածին երեխաների 4-ից 5%-ի մոտ այդ խնդիրը առկա է, դա բնածին խնդիր է։ Մենք գիտենք բոլորս, որ տղա երեխաների մոտ ծնվելիս պետք է ամորձիները լինեն ամորձապարկում, փոշտում, բայց ինչ պատճառներով, պատճառները տարբեր են եւ սկսած ժառանգականությունից, գենետիկ նախատրամադրվածությունից, երեխայի ցածր քաշով ծնվելու գործոնը, ինչպես նաև վաղաժամ ծննդաբերությունը, բոլորը նպաստող խնդիրներ են կրիպտորխիզմի ձևավորման համար։ Այդ դեպքում ամորձին գտնվում է ոչ թե իր տեղում, բնականon տեղում ամորձապարկում, այլ իջեցման ճանապարհի տարբեր հատվածներում ընդհուպ մինչև որովայնի խոռոչում կարող է գտնվել։ Մենք գիտենք, որ ամորձիները հղիության ժամանակ ձևավորվում են որովայնի խոռոչում եւ հղիության 9 ամիսների ընթացքում տեղաշարժվում եւ ծնվելուց աճուկային խողովակներով իջնում են ամորձապարկ եւ տեղակայվում են։ Այդ բոլոր պատճառները, որոնց համառոտ անդրադարձա, նպաստող գործոններ հանդիսանալով ամորձին չի տեղակայվում իր բնականon տեղում ամորձապարկում եւ մենք արդեն գործ ունենք կրիպտորխիզմի չիչած ամորձու հետ։ Շատ պարզ էր, ինչ է իրենց ներկայացնում եւ հետաքրքիր է այսպես ասած հաճախ տեղակայումը որն է լինում, որ ոչ թե որովայնում, այլ ճանապարհին ինչ որտեղ։ Ամենահաճախ տեղակայումը դա լինում է աճուկային խողովակում, որը դա ձևավորվում է հենց տղա երեխաների մոտ ապահովելով ամորձու իջեցումը դեպի ամորձապարկ, ինչ պատճառներով հենց տեղակայվում է աճուկային խողովակում ամորձին կամ կարող է լինել աճուկային խողովակի ներքին օղի մոտ, մենք գիտենք, կա նաև արտաքին օղ կամ միջին հատվածներում։ Ինչքան ժամանակահատվածն է նորմալ եւ երևի թե իրականում սկզբից միգուցե սпасել է ճիշտ է, ինչ խորտ կտակ նման դեպքերում ինչքան է համարվում ֆիզիոլոգիական նորմա եւ ինչքան ժամանակ ենք տալիս ամորձուն իր բնականon տեղակայումը ընդունելու համար։ Նշեցի, որ երեխան, նորածին երեխայի դեպքում ամորձիները պետք է լինեն փոշտում, սակայն որոշ դեպքերում ցածր քաշով ծնված երեխաների վաղաժամ ծննդաբերություններից հետո ամորձիները կարող են լինել աճուկային խողովակի դիստալ հատվածում, այսինքն ավելի մոտ փոշտի մուտքի մոտ, եւ նման դեպքերում մեծ մասամբ հետծննդյան շրջանում իջնում եւ տեղակայվում են փոշտում։ Լինում են նաեւ դեպքեր, երբ որ չկա վաղաժամ ծննդաբերություն, չկա ցածր քաշով ծնված նորածին եւ սպասողական տակտիկան ընդհանուր առմամբ առաջի 6 ամիսներն են կրիպտորխիզմի դեպքում, սակայն ակտիվ իջեցման ժամանակաշրջանը, երբ որ մենք գնահատում ենք, դա հետծննդյան առաջին 3 ամիսներն են, իսկ ակտիվ սպասողական շրջանից նաև եւս 3 ամիս, 6 ամսեկան, քանի որ 6 ամսեկանից հետո մենք արդեն խնդիրը պետք է դնենք վիրատական ճանապարհով ամորձին իջեցնել եւ տեղակայել իր բնական տեղը։ Այսինքն, փաստացի հնարավոր է, որ ինքնուրույն ամորձին տեղաշարժվի եւ գա պարկի մեջ, նույնիսկ 3 ամսվա ընթացքում։ Այո։ Մի քիչ ավելի քիչ դեպքերում, ինչպես հասկացա, 6 ամսվա դեպքում, երբ որևէ միջամտության կարիք չի լինում։ Եթե այնուամենայնիվ նման բան տեղի չունեցավ եւ ինքնուրույն տեղակայումը չփոխեց ամորձին, նախ կուզենայի հարցնել, ինչպիսի սխալներ կարող են ծնողները թույլ տալ, ավելի երկար սպասել, դիմել այլ միջոցների, որոնք խորհուրդ չեք տա, կուզեի դա հնչեցնենք։
Նշեցի, որ 6 ամսականից հետո երեխայի հետ ծննդյան պետք է արդեն մանկական վիրաբույժի խորհրդատվություն, մասնագիտական խորհրդատվություն վիրատական հարցը որոշելու համար, որովհետև երբ որ այդ փուլում ամորձին հստակ աճուկային խողովակում եկան, որովայնի խոռոչում դա կրիպտորխիզմի ավելի բարդ-բարդագույն տարբերակներն են, պետք է հարցը դրվի վիրատական միջամտության։ Նախկինում ընդունված մոտեցումներ, որ երեխաների վիրատական միջամտությունը իրականացնել նման խնդրի դեպքում նախադպրոցական շրջանում եւ տարիների հետ ավելի 2000-ականների սկիզբ այդ տարիքը փոխվեց 4 տարեկան, իսկ մինչեւ այս օրերից սկսած այո, ուրոլոգների եվրոպական ասոցիացիան առաջարկում է վիրատական միջամտությունը իրականացնել 6 ամսեկանից տարիուկես ընկած ժամանակաշրջանում, այսինքն 6 ամսեկանից 18 ամսեկան ժամանակահատվածում մենք վիրատական ճանապարհով իջեցնելու դեպքում ունենում ենք լավագույն արդյունք, իսկ ինչն է լավագույն արդյունքը, մենք նման դեպքում չենք ունենում ամորձու սնուցման տրոֆիկայի հետ կապված խանգարումներ եւ ամորձին պահպանում է իր բոլոր ֆունկցիոնալ հատկությունները, այո, որովհետեւ ինչու այդ շրջանում, որովհետև ապացուցված է, որ մինչև 1 տարեկանում ձևավորվում է սպերմատոգեն էպիթելը, երբ որ մենք վիրատական միջամտությունը իրականացնում ենք այս տարիքում, այո, վաղ տարիքում մենք չենք ունենում սպերմատոգեն էպիթելի տուժվածություն, հետագայում սպերմատոգենեզի հետ կապված խնդիր եւ ունենում ենք այդպիսով լավագույն արդյունքներ։ Որը փաստորեն հակառակ դեպքում կարող է նաեւ վնասել։ Այո, ուշ վիրատական միջամտությունների դեպքում, այո, ամորձին կարող է պահպանվել։ Ունենում ենք դեպքեր, որ չափի հետ կապված խնդիրները աննշան են, սակայն ամորձու ֆունկցիոնալ հատկությունները տուժված են լինում։ Բժիշկ Կարաքելյան, շատ հետաքրքիր է ձեր պրակտիկայում ավելի հաճախ արդյոք մայրիկները նկատում են դա, թե ավելի հաճախ հերթական այցի ժամանակ մանկաբույժն է դա նկատում։ Եվ ինչ կարող ենք անել, որպեսզի այսօր մեր հեռուստադիտողներ լսելիս հատկապես մայրիկները, ովքեր նոր որդի են ունեցել, ինչին ուշադրություն դարձնեն, որպեսզի այս խնդիրը բաց չթողնեն։ Նախկինում մոտ մի քանի տարի առաջ շատ ավելի ակտիվ էր, որ ծնողներն էին ինքնուրույն նկատում, այո, որովհետև լողացնելու ժամանակ չէին նկատում, փոշտը դատարկ էր լինում եւ առաջնորեն դիմում էին հենց մանկական վիրաբույժի, մանկական ուրոլոգների, բայց տարի անձնական փորձի վրա զգալով մանկաբույժական առաջնային օղակը լավ ակտիվանալով, առաջնային ծնումների ժամանակ գնահատելով, որ ամորձին տեղում չէ, խորհուրդ են տալիս մանկական ուրոլոգի, այո, մանկական վիրաբույժի խորհրդատվություն եւ դա շատ լավ է, որտեղ հայտնաբերման, կանխարգելման, բուժման կարևորագույն հենց օղակը նաև այդ խնդրի դեպքում, այո, շատ ճիշտ է։ Եվ մենք այդ դեպքում, երբ որ այդ սխեման ճիշտ է աշխատում, նշեցի ունենում ենք լավագույն արդյունքներ։ Ինչ են նկատում սովորաբար բժիշկ Կարաքելյան, այ մայրիկը օրինակ խնամում է բալիկին, տակդիրն է փոխում, ինչ պիտի առաջին հերթին ինքը տեսնի։ Առաջինը փոշտում շոշափող զույգ ամորձիները, երբեմն լինում է, որ ամորձին նշեցի, որ տեղակայված է լինում աճուկային խողովակում, դե մայրը բժիշկ չէ, կարող է չհասկանալ փոշտումը։ Որոշակի արտաքին նկատում եմ անհամաչափություն է միգուցե կամ երեխային է ինչ-որ անհարմարավետություն Այո, հենց երեխայի խնամման ժամանակ կարող է չշոշափել փոշտը, դե ծնողները իրենք որպես այդպեսին որպես չեն էլ կարող անել հասկանալ, նկատում են աճույքային շրջանում անսովոր ուրացություն եւ ահաբեկված կամ մեզ են դիմում կամ առաջնային օղակի եւ մենք գնահատում ենք եւ այդ շոշափող գոյացությունը սովորաբար լինում է ամորձին։ Շատ լավ, այսինքն առաջինը արտաքին անհամաչափությունն է, որ կնկատեն։ Վերատությունը կարծես թե շատ ինչ-որ բարդություն իրենից երևի թե չի ներկայացնում, եթե ունեք ասելիք այլ ուսաբանելու, որպես ծնողները ինչից են վախենում սովորաբար, արդյոք երկմտում են դիմել դրան, թե ոչ ինչն է իրենց վախեցնում, խնդրեմ դա էլ կուզենամ խոսենք։ Այդ խնդրի դեպքում հիմնական առանձնահատկությունը երեխայի նշեցի 6 ամսեկանից 18 ամսեկան ընկած ժամանակահատվածն է վիրատական այո, եւ զգայուն շրջան երեխաների համար եւ էմոցիոնալ շրջան ծնողների համար, սակայն վիրահատությունը նշեմ, որ իրականանում է կարճ ժամանակահատված է տևում, խոսքը վերաբերվում է աճուկային կրիպտորխիզմի դեպքում, երբ որ որովային քիչ ավելի բարդագույն տարբերակներ, ավելի երկարատև է իրականացվում,
Սակայն երբ որ վիրահատությունը ավարտում ենք, մեկ հետ վիրահատական օր 24 ժամ կամ 8 ժամ հետո գնում են տուն եւ ինչը մնում է յետևում, արդեն ծնողներն էլ էմոցիոնալ հանգստություն են ստանում։ Նրանով նշեմ, այո, ինքը կարճատև վիրահատական միջամտություն է, սակայն ունի իր առանձնահատկությունները, ինչպես բարդությունների տեսանկյունից, այնպես էլ էմոցիոնալ տեսանկյունից ծնողների։ Եվ իհարկե վերջում թեման ամփոփելով Բժիշկ Առաքելյան, արդյոք կա ինչ-որ հետազոտությունների գործիքակազմ, որոնք պետք է օրինակ ծնողները թեկուզ վիրահատությունից հետո հետևողական լինեն կատարելու, կամ ինչին ուշադրություն դարձնեն, կամ առհասարակ ինչ չի թույլատրվում եւ իհարկե կրկնվելու հավանականություն կա, թե ոչ նման բան կա, որ տեղակայումը էլի կարող է փոխել ամորձը։ Լինում են նման դեպքեր, երբ որ մենք ունենում ենք վիրահատության, նշեցի, որովայնային տարբերակները կարճ են եւ իրենց ուղեկցող սերմնալարը, անոթային ոտիկը կարճ է լինում, նման դեպքերում հնարավոր է կրկնակի վիրահատության անհրաժեշտություն նորից ռետրակցիա լինել դեպի աճուկային խողովակ։ Բայց քիչ, կարծես թե այո, քիչ է լինում եւ նման դեպքերում մենք սովորաբար ծնողին բացատրում ենք դրա հնարավորության արկայությունը, բայց հազվադեպ է պատահ։ Հազվադեպ է։ Ուրախությունն է։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, կարծում եմ, որ այս թեման իրոք արժեր լուսաբանել եւ բարձրաձայնել։ Հիշեցնեմ, որ մենք այսօր խոսեցինք կրիպտորխիզմի մասին, Բժիշկ Առաքելյանը մանրամասնորեն ներկայացրեց հիմնական տեղակայումները, հիմնական նշանները, ինչպես կարող եք նկատել, որ ձեր երեխայի մոտ արկա է կրիպտորխիզմ եւ իհարկե ինչ անել։ Ամենակարևորը, այսպես ասած, հաղորդագրությունը, որ այսօր ստացանք, դա չերկմտելն է, չվարանելը, անմիջապես դիմել բժշկի, մասնավորապես մանկական ուրոլոգի վիրաբույժի, ով շատ արագ այդ հարցը կլուծի եւ կարծես թե կրկնվելու կամ բարդությունների հավանականությունը գրեթե 0-ական են։ Այս պահին պատրաստել էինք այսքանը, գնացինք առաջ։